Նա գնաց հաստատուն մահվան ընթառաջ, որպիսի իր ազգը հավերժ ապրի։ 5-րդ դարում Սասանյան հզոր կայսրությունը որոշեց բնաջնջել հայերի հավատքն ու ինքնությունը, պարտադրելով կրակի և խավարի պաշտամունքը։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանը կանգնեց անհնարին ընտրության առջև՝ հնազանդվել և ապրել որպես ստրուկ, թե ընտրել արժանապատիվ կործանումը։ Նա ընտրեց մահը։ Ավարայրի դաշտում ընդամենը 60,000 հայեր կանգնեցին պարսկական 300 հազարանոց անպարտելի արմադայի և ահարկու մարտական փղերի դեմ։ Մարտից առաջ նրանք չէին աղոթում փրկության համար։ Նրանք երդվում էին ընդունել նահատակությունը, գիտակցելով, որ մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ անմահություն։ Վարդանը զոհվեց ճակատամարտում, և ռազմական առումով հայերը պարտվեցին, բայց այդ կամավոր, հոգեբանական զոհաբերությունը այնպիսի սարսափ ազդեց հզոր կայսրության վրա, որ նրանք ընդմիշտ հրաժարվեցին հայերին ձուլելու մտքից։ Վարդան Մամիկոնյանը պարտվեց դաշտում, բայց հաղթեց հավերժության մեջ։